Եվ այսպես նոր քաղաքական ճգնաժամ Հայաստանի Հանրապետությունում հարգելի հեռուստադիտողներ, արդարության համար պետք է ասենք հետևյալը. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները արեցին իրենցից պահանջվող մաքսիմալը, որպեսզի մոտեցնեն Հայաստանում քաղաքական փոփոխությունների պահը։ Ինչ էր ասում ընդդիմությունը, ասում էր մասնակցեք ընտրություններին եւ քվեարկեք այն քաղաքական ուժերին, որոնք իրապես ունեն հնարավորություն անցնելու խորհրդարան, ազդելու նոր իշխանության ձևավորմանը, իրականում հենց դա էլ տեղի ունեցավ 2018 թվականից ի վեր աննախադեպ ընտրություններին մասնակցելու պատկեր ունեցանք, ավելի քան 1,470,000 քաղաքացի մասնակցեց ընտրություններին կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 58.97%-ը, այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները արեցին կարևոր քայլը, մասնակցեցին ընտրություններին եւ քվեն տվեցին այն ուժերին, որոնք իրապես ունեին ազդեցություն քաղաքական գործընթացների վրա եւ կարող էին վերջնարդյունքում նպաստել նոր իշխանության ձևավորմանը։ Տեսեք, բայց ինչ տեղի ունեցավ ընտրություններից հետո, ես կարծում եմ նույն Մայա Սանդուն ինքը երբ որ հետևում էր Հայաստանում հետընտրական զարգացումներին, ինքը կարող էր հետևյալ հարցը տալ, а что так можно было, այսինքն օրինակ հաշված են քվեների ընդամենը 10%-ը, բայց դու վեր ես կենում եւ հայտարարում ես, որ դու ես հաղթել ընտրություններում, ու ինչն է նաեւ կարեւորը, դու սա էլ անկեղծ լինենք, իսկ ինչու նույնը չարեց ընդդիմությունը, ինչու իրենք չներկայացրեցին այլ հաշվարկներ, որոնք իրենք վստահաբար իրականացնում էին, ինչու իրենք կյանքի չկոչեցին միանգամից պլան B-ն եւ մինչ այս պահը այդքան էլ հստակ չէ, թե ընդդիմադիրները ինչ ճանապարհով են գնալու, ինչեւ արձանագրենք հետեւյալը, որ Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ ինքը հաղթել է եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գլոբալ առումով մինչեւ ժամը 10-ը դադարեցրեց հաշվարկների գլոբալ թարմացումը եւ ժամը 10-ին նոր մենք ստացանք վերջնական պատկերը։ Միևնույն ժամանակ, տեսեք, երբ որ մենք ասում ենք, որ քաղաքացիների մասնակցությունը չափազանց կարևոր դեր խաղաց, սրա մասին իշխանությունները փորձում են լռել, բայց հենց բարձր մասնակցության շնորհիվ է, որ Նիկոլ Փաշինյանը զրկվել է սահմանադրական մեծամասնությունից, ավելին, եթե քաղաքական ուժերը ոչ թե գնան, ինչպես այսօր օրինակ հայտարարել էր Իվետ Ատոնյանը, միայն ԲՀԿ-ի պահանջով մի քանի ընտրատեղամասում քվեների վերահաշվարկին, այլ միասնական, այսպես ասած, փաթեթով պահանջով ներկայանան, ապացուցեն, որ ընտրական տեղամասերում արձանագրությունները չեն համապատասխանում կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում ներբեռնված արձանագրություններին, փորձեն գլոբալ վերահաշվարկ ստանալ, մենք կարող ենք ունենալ մի իրավիճակ, երբ որ իշխանությունները նույնիսկ 3/5-ը չեն ունենա ազգային ժողովում, դա իր հերթին նշանակում է հետևյալը, որպեսզի շատ պարզ լինի։ Տեսեք, սահմանադրական փոփոխություն չեն կարողանում իրականացնել, սահմանադրական դատարանի դատավորները չեն կարող միաձայն նշանակել, դատախազ չեն կարող միաձայն նշանակել կամ փոխել, սահմանադրական օրենքներ չեն կարող միաձայն նշանակել կամ փոխել, այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր քվեով արեց հնարավոր ամեն ինչը զրկելու Նիկոլ Փաշինյանին քաղաքական մենաշնորհից, որոշակի չափով իրենց մոտ դա ստացվել է, մնացածը դա Հայաստանի Հանրապետության քաղաքական գործիչների պատասխանատվության գոտում է, իրենք են չէ ասում, որ քիչ է քվեարկել, պետք է նաև քվեներին տեր կանգնել, այ հիմա եկել է քվեներին տեր կանգնելու ժամանակը, բայց կրկին ասենք մի մեղադրեք քաղաքացիները գրեթե մաքսիմալ հնարավոր մասնակցություն ունեցան այս ընտրություններին, հետևաբար մենք պետք է արձանագրենք, որ գնդակը քաղաքական գործիչների դաշտում է եւ իրենք պետք է որոշումներ կայացնեն հետընտրական ինչ զարգացում է լինելու, սահմանափակվելու են միայն դատարան դիմելով, թե փորձելու են այլ գործընթացներ գեներացնել։ Եթե դա իրականացվում է, դա երբ է իրականացվում, արձանագրենք հետևյալը, Արփինեն մի քանի օրինակ ներկայացրեց, թե ով է շնորհավորել Փաշինյանին, Պուտինից բացի Փաշինյանին չի շնորհավորել նաև Դոնալդ Թրամփը։ Սա էլ ուղղակի ասենք, սա էլ արձանագրենք, բարդ է պատկերացնել, որ չի շնորհավորել միայն այն պատճառով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում դեռ գիշեր էր, ընդդիմությունը գլոբալ առումով չպետք է կորցնի տեմպը քաղաքական գործընթացների մասնակցության, զգալի մասով իրենք արդեն կորցրել են, բայց դեռ կա հնարավորություն ամեն դեպքում արձանագրենք, որ զարգացումներ ակնհայտ է, որ լինելու են։ Հաջորդ հարցը, որը շատ քաղաքացիներին հուզում է, դա կապված է մանդատներ վերցնել, չվերցնելու հետ։
Եթե էմոցիաները մի կողմ ենք դնում, այստեղ իսկապես կարևոր է ռացիոնալ հաշվարկը։ Եթե դուք ունեք պատկերացում, թե զարգացումները ինչ ճանապարհով են գնում եւ այդ զարգացումների շրջանակներում դուք պետք է գնահատեք падգամավորական մանդատների անհրաժեշտությունը կամ նրանց բացակայությունը, ինչով է ձեզ օգնելու այս կամ այն քաղաքական նախագիծը կյանքի կոչելու, այլ գնահատականներ, այլ թեզեր իրենք ավելի շատ բարոյախրատական բնույթ ունեն եւ այդքան էլ մեծ ազդեցություն չունեն քաղաքական գործընթացների բուն էության վրա։ Եվ ամենակարևորը, տեսեք, սա էլ արձանագրենք եւ անցնենք արդեն ամփոփիչ մասին։ Կա նախագիծ, տրիպ։ Այդ նախագիծը ի թիվս այլնի դու պետք է վավերացնես նաեւ ազգային ժողովում։ Մենք ունենք Ադրբեջանի հետ այսպես կոչված խաղաղության պայմանագիր, որը եւս պետք է անցնի վավերացում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում։ Եթե մենք գնում ենք սահմանադրական փոփոխությունների, դա եւս քաղաքական գործընթաց է, այսինքն մենք պետք է արձանագրենք, որ մեզ դեռ մի շարք քաղաքական գործընթացներ են սպասում, որտեղ հավաքական ընդդիմությունը կարող է ել ավելի կտրուկ կերպով զրկել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը ոչ թե սահմանադրական մեծամասնությունից, արդեն այլ քաղաքական մենաշնորհից։ Հասկանալի է, որ հունիսի 8-ին նման գնահատականներ տալը շատերի մոտ այն արձագանքը չի կարող ստանալ, որը կարող է ստանալ պայմանականորեն հունիսի 6-ին կամ 5-ին, բայց իրողությունները իրենք իրականում հենց այսպիսին են եւ պետք է սառը հաշվարկ իրականացնել եւ հասկանալ, թե ինչ ուղղությամբ մենք գնում։ Եվ վերջում Մարիա Զախարովայի գնահատականը, Դմիտրի Պեսկովի կողմից մատնանշված պաշտոնական Կրեմլի գնահատականի բացակայությունը վկայում են հետևյալի մասին, հարգելի հեռուստադիտողներ, պաշտոնական Մոսկվայի մոտեցումը Հայաստանի Հանրապետության իշխանությունների նկատմամբ, Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ինքը փոփոխության չի ենթարկվելու։ Շատ պարզ պատճառով Մարիա Զախարովան էլ ասաց, որ մենք մեր դիրքորոշումը կառուցելու ենք նրա վրա, թե ինչ քայլեր են իրականացնելու Հայաստանի Հանրապետության իշխանությունները, իսկ իրենք ակնհայտ է, որ շարունակելու են այն ճանապարհը, որը ռուսական կողմի անկալմամբ հանգեցնելու է նրան, որ Հայաստանը միանալու է մի կառույցի, որը պատրաստվում է Ռուսաստանի Դաշնության հետ պատերազմի։ Մեզ սպասում է այս իրողությունների համատեքստում տնտեսական, քաղաքական, աշխարհաքաղաքական ճգնաժամ։ Մենք հիմա թևակողել ենք ճգնաժամի եւս մեկ փուլ, եւ ամենացավալին այստեղ հետեւյալն է։ 6 տարի է արդեն գրեթե անցել 44-օրյա պատերազմից եւ 6 տարին վերականգնողական ծրագրեր իրականացնելու փոխարեն մենք շարունակում ենք ել ավելի խորը մխրճվել քաղաքական ճգնաժամի մեջ, տնտեսական ճգնաժամի մեջ, այլ չենք զբաղվում վերականգնողական աշխատանքներով։ Այս սրագինը կարող է շատ բարձր լինել։ Մտածեք այդ մասին։